Մենք մեր տաղավարում ունենք հյուրեր սիրելիներ սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը, որն իրականացվում է արդեն 5-րդ անգամ, շատ ավելի հստակ ինչի մասին է խոսքը լինելու, մենք ներկայացնենք հյուրերին եւ կբարձենք նրանց հետ միասին։ Եվ այսպես Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակցի Էդգար Հարոյանն է մեր հյուրը, բարի լույս, եւ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն, որ օրը սկսում եք մեզ հետ, սա արդեն 5-րդ անգամ է, որ անցկացվում է եւ ինչով այս անգամ տարբերվեց եւ առանձնահատկությունները որոնք էին այս տարվա։ Մենք եւս շնորհակալ ենք հրավերի համար, շատ գեղեցիկ տաղավար ունեք։ Շնորհակալություն։ Շատ հաճելի է օրը ձեզ հետ սկսել։ Սկսեմ, որ ճիշտ է, այո, 5-րդ անգամ ենք մեկնարկում եւ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիր է, որը միավորում է աշխարհասփյուռ երիտասարդներին, հնարավորություն տալով իրենց կապը ամրապնդել հայրենիքի հետ, միմյանց միջև համագործակցություն ստեղծել եւ իրենց ակտիվությունը ավելի ավելացնել իրենց համայնքներում։ Իրենք Հայաստանում սովորում են, թե ինչ ակտիվություն պետք է ցուցաբերեն համայնքներում, գիտելիքներ են ձեռք բերում։ Ծրագիրը 1 տարի ժամկետով է եւ ունենք 2 փուլ։ Հայաստանյան փուլը, որի ընթացքում երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ, ծանոթանում են հայաստանյան կյանքին, քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլն, եւ երկրորդ փուլը սկսվում է նոյեմբերից, իրենց համայնքային աշխատանքների փուլը։ Եվ հետաքրքիր պահն է գալիս։ Էդգար, ինչպես իմացաք այս ծրագրի մասին եւ որոշեցիք մասնակցություն ունենալ։ Իմացել եմ սոցցանցերով ծրագրի մասին, այո, Ֆրանսիայում մեր քաղաքինքից ուրիշ համայնքներում էլի մասնակից է եղել նախորդ տարիներից, այդ ծանոթներ ունեք։ Այո, համայնքային գործընկերներ են ուրիշ քաղաքներից։ Սոցցանցում այդպես եմ ծանոթացել ծրագրին։ Հետո հայտս լրացրել եմ ամբողջ էտապներով անցել եմ ու բախտ է վիճակվել, որ այս տարի ես լինեմ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակից։ Միայն այս տարի։ Առաջին տարին է, այո։ Եվ ուզում եմ պատմես մի փոքր փորձի, ինչ տվեց քեզ, ինչ հնարավորություններ, ինչ ծանոթություններ։ Նախ շատ հագեցած ծրագիր էր առավոտվանից մինչև ուշ երեկո բոլորս ակնթարթային անցնում էր օրը, չենք հասցնում հետևել։ Տվել է մեծ գիտելիքներ, նախ կարողացանք ծանոթանալ Հայաստանին մի այլ կողմից, մենք միշտ որ գալիս ենք Հայաստան, հիմնականում ուրիշ տարբերակներով գալիս, հիմնականում ընկերական, բարեկամական, իսկ այս կողմից արդեն Հայաստանը հենց ներսից ոնց որ ծանոթացանք ավելի հստակ գործով եք եկել, մանրամասն ավելի կազմված այսպես ծրագրով։ Այո, ու ամենամեծ ձեռքբերումները մեկ էլ ընկերական շրջապատը, որովհետև մենք 27 հոգի էինք այս տարի ու այդ շատ մեծ ձեռքբերում է, ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ Ինձ թվում է նոր փուլ էր, այս մասով քո առաջ դեռ կբացվի, բայց հարց ուղենք հիմա Լիլիթին, այ 5 տարիների ընթացքում եղել են մասնակիցներ Սփյուռքից, ովքեր միացել են այս ծրագրին եւ հետո որոշակի ժամանակ անց նրանք ինչու ոչ նաեւ համալրել են ձեր թիմը եւ դարձել են արդեն թիմի անդամ, այլ ոչ թե պարզապես նոր մասնակից, ովքեր պետք է ներգրավված լինեն արդեն հայաստանյան իրականության գործերին։ Շատ կարևոր հարց եք տալիս, երիտասարդ դեսպանները ճիշտ է ծրագրի ընթացքում ամբողջ 1 տարին պետք է աշխատեն իրենց համայնքներում, բայց շատ լավ փորձ ունենք, երբ որ այդ ծրագրից հետո երիտասարդները արդեն մասնակցում են մեր մյուս ծրագրերին, օրինակ գործ ծրագրով հայրենադարձում են եւ արդեն սկսում են ապրել Հայաստանում, աշխատում են պետական կառույցներում։ Այդ փորձը եւս ունեցել ենք, որը որ շատ կարևոր է ծրագրից մյուս ծրագիրը անցում կատարելը։ Դա խոսում է ձեր կարևոր հաղթանակների մասին, այո։ Ու հետաքրքիր է, տեսեք, դուք այստեղ առանձնացրեցիք մի քանի ոլորտներ, հա, Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, երևի մշակութային ու սպորտային կյանք։ Ամեն դեպքում որ ոլորտ է, որ մաքսիմալ ակտիվություն է ցուցաբերում եւ որ ոլորտ է, որ դեռ пассив է եւ կարիք ունի դա առավել ընդգծելու եւ ակտիվացնելու։ Յուրաքանչյուր ոլորտ կարևոր է շատ, Սփյուռքին տեղյակ պահելու եւ ծրագրի շրջանակներում մենք աշխատում ենք այնպիսի ծրագիր կազմել, որ երիտասարդը գալով Հայաստան ամեն մի ոլորտից կարողանա գիտելիք ձեռք բերել եւ այդ ինֆորմացիան տարածել նաեւ Սփյուռքում։ Այսինքն հանդիպում են տարբեր պետական գործիչների, հանդիպում են ոչ պետական գործիչների, տարբեր հասարակական կազմակերպությունների, հանդիպում են երիտասարդների հետ, այցելություն են ունենում մարզեր, այսինքն ոչ միայն կենտրոնացած է լինում Երևանում, նաև տեղյակ են լինում, թե ինչ է կատարվում մարզերում, ինչպիսի կյանքով են ապրում մարզերում եւ ինչ ծրագրեր կան նաև մարզերում գործող։
Ամբողջ Հայաստանի մասին է։ Ամբողջ Հայաստանի մասին է խոսքը։ 14 մասնակից ինչպես ընտրվեցին այդ 14 մասնակիցները։ Ծրագրի ընտրությունը կատարվում էր շրջափուլերով։ Այս տարի ունեցել ենք 90-ից ավելի հայտ եւ անցել են 27 մասնակից 14 երկրից, անցնում է հարցազրույցների փուլով։ Հարցազրույց են անցնում եւ այն մասնակիցները, ովքեր համայնքում ավելի ակտիվ գործունեություն ունեն, ովքեր մեծ ծրագրեր ունեն, իրենք են ընտրվում են որպես մասնակիցներ, մինչեւ 30 մասնակցի հնարավորություն ունենք ամեն տարի ընդգրկելու։ Մինչև նախորդ տարին եղել են 20 մասնակցի հնարավորություն, այժմ քանի որ ծրագիրը շատ լավ է աշխատում, մեծ հնարավորություն է տվել կառավարությունը, որպեսզի եւս 10 տեղ ավելացնենք։ Էդգար, դուք որպես անհատ իհարկե տեղեկացաք, դիմեցիք, ընտրվեցիք եւ Ֆրանսիայից որպես ներկայացուցիչ այսօր այստեղ եք, բայց այս ամենի շրջանակներում արդյոք Սփյուռքում հենց ձևավորվում են թմեր եւ այսպես խմբային հետաքրքրվածությամբ ու խմբային աշխատանքներով միանում եք այս կարևոր ծրագրին։ Ձեր հետևից տանում եք մարդկանց, վարակում եք նրանց այս տրամադրությամբ եւ էներգիայով, որ պետք է ծանոթանաք հայրենիքի հետ, ավելի մանրամասն բոլոր ոլորտներով եւ այլն, ունեք գաղափարակից մարդիկ, ովքեր ձեզ հետ են։ Միանշանակ հենց առաջիկ հայտս հենց ներկայացրել եմ, իմաստը դրանում է եղել, որ ես կարողանամ կապը զարգացնեմ Սփյուռքի, մեր համայնքի ու Հայաստանի միջև։ Ու մեծ հետաքրքրություն եմ առաջացրել արդեն մեր տարածաշրջանում, արդեն երիտասարդների, թե նաև արդեն տարիքով մարդկանց, որ կարողանան, եթե ինչ-որ ծրագրեր լինի, մասնակցեն, Հայաստանի հետ կապը զարգացնեն։ Իսկ նման ծրագրերը ես կարծում եմ այսօր իսկապես շատ են։ Ամենահետաքրքիր հատվածը ո՞րն է եղել ձեզ համար։ Ամենահետաքրքիրը, երբ որ գնացինք Լորվա մարզ, համ հասցրեցինք ծանոթանալ մարզային կյանքին, այնտեղի երեխաներին, ծրագրերին, որ մարզերում լինում է երեխաների համար, ու մեկտեղ մենք մեր երիտասարդ դեսպաններով ավելի մտերմացանք այնտեղ գիշերակացով ենք գնացել մի օրով, ոնց որ վիկենդը անցկացրեցինք բոլորով այնտեղ միասին, մեր ղեկավարը իհարկե մեր հետ։ Լորվա մարզում քիչ թե շատ ուսումնասիրել եք ուսումնակրթական ոլորտ, այո։ Եվ պատմական վայրերն են այցելել եւ նաեւ երիտասարդների հետ հանդիպում են ունեցել, որպեսզի հասկանան, թե մարզերի երիտասարդները ինչով են զբաղվում եւ ինչ ծրագրեր ունեն։ Եվ շատ կարճ, 1 րոպե մեջ խնդրում եմ տեղավորեք հետևել հարցի պատասխանը։ Մենք ասելով Սփյուռք հասկանում ենք մի ամբողջ աշխարհ, հա, որովհետև խոշոր համայնքները գիտենք, բայց արդյոք դուք աշխատում եք այն ուղղությամբ, որ ոչ այդքան ակտիվ սփյուռքային համայնքները նույնպես ունենան ակտիվ մասնակցություն այս ծրագրի շրջանակներում։ Այո, նպատակը դա է, որպեսզի այն համայնքները, որ այս պահին դեռ շատ ակտիվ չեն, փորձեն հնարավորինս ընդգրկել ծրագրում եւ հուսով եմ մեր այս տարվա դեսպանների շնորհիվ նաեւ դա կունենանք եւ ամեն տարի ավելի ու ավելի նոր համայնքներ կընդգրկենք մեր ծրագրում։ Դա է նպատակը, որպեսզի Հայաստան-Սփյուռք կապը մաքսիմալ ամրապնդվի։ Շնորհակալ ենք ձեզ, ես հիշեցնեմ հեռուստադիտողին, որ մեզ մոտ տաղավարում էին Էդգար Ահարոյան, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակից Ֆրանսիայից եւ Լիլիթ Խաչատրյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավար, ապրեք կարևոր գործի համար եւ տեղեկությունների համար, որ մեզ հետ եք ու կիսեցիք մեզ հետ միասին։ Ձեզ օրվա դրական շարունակություն, դուք էլ մնացեք մեր եթերում, սիրելիներ, մենք շարունակում ենք առավոտը ուսումնասիրենք։